Евросоюза, что вы бы хотели сказать Европе, Евросоюзу? Евросоюзу хотел бы сказать, чтобы они были богатыми. Богатыми в каком смысле? Во всех смыслах. Իրեք չգիտեմ ինչ-որ բանի նորից պատրաստում են, տեսնենք։ Լեգիտիմ ընտրություն հնարավոր է, դուք տնային կալանքի ռեժիմն եք ձեր աջակիցները։ Означает ли это разрыв отношений с Россией? Завтра ответим на все вопросы. Պարոն Կանապետյան, ՎԻՊ-ը ձայնագրություններ հրապարակեց, որտեղ ակնհայտ լսվում է, թե ինչպես են ՖՍԲ-ի հրամանը կատարում Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներում համայնքապետ ղեկավարների հետ կապված։ Այս մասով ինչ կասեք։ Հրահանգված եք, որ Հայաստան եկած հայերը, որ իրենք հենց առաջին օրից գցեցին հատուկ բերել են այստեղ քվեարկության։ Ինչպես կարող եք, օրինակ դուք դա ոնց եք պատկերացնում, տասնյակ հազարավոր մարդիկ գալիս են։ Հնարավոր է ասենք մի 100 հոգի աշխատող կարող ունենա ՖՍԲ-ն։ Ինչ ծրագիր ունի։ Հանրահավաքին վարչական ռեսուրսեր օգտագործում, մարդկանց ուղղորդում էին, բերում էին հրապարակ ավտոբուսներով, ինչ կասեք այդ մասին։ Թող բարով այլ։ ինչքան եք բաժանել ընտրակաշառք, ամեն օր ձայնագրություններ են հրապարակում։ Դե դուք երևի հաշված կլինեք, դուք ամենալավը չենք բաժանել։ Եթե որ բաժանած լինեինք, հիմա ինձ էլ նորից կալանավորած Պարոն Կարապետյան, որ ուժերի հետ Դուք ինչ պատում եք, որ հաղթելու եք, կարող եք ասել մոտավորապես Ուրսուլա ֆոն դեր Լայեն կարող եք сказать։ Look here. Սցենարի է պատրաստ ընդդիմությունը Փաշինյանի հավանական հաղթանակի կանելու ծրագիր ունի։ Այսօր ընտրություններ է, այսօր խոսքը ասում է ժողովուրդը։ Հետը տրականից զարգացումներ։ Կորոշի այդպես է Պարոն Կարապետյան, դրա համար խոսեմ նաև վաղ։ Վտանգավոր է այդ հարցերին պատասխանել, իրենք կարող է համարել քարոզություն, նորից մի 1000 մարդ ձեռբաց։ Պարոն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանն է գնում Մարտական տրամադրությամբ, ինչպես մեր հայ ժողովուրդն է։ Այսօր երևում է, որ բոլորն են մարտական տրամադրված եւ շատ կարեւոր է ապահովել իսկական լեգիտիմ իշխանություն, որ մենք վերջապես հնարավորություն ունենանք մենք որոշենք մեր երկրի ապագան, ոչ թե դրսից։ Պարոն Կարապետյան, իսկ եթե ձեզ չհաջողվի մեծամասնություն կազմել, զարգացումներ եք հանրահավաքներ նախատեսվում են։ Ամենայն դեպս ես ուրախ կլինեի, որ մեր երկիրը չտանենք նոր ցնցումների, որտեղ ամեն մի ցնցում նորից մեր երկրի զարգացումը հետ է գցելու։ Դրա համար ճիշտ կլինի։ Պարոն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանը հրապարակում Փաշինյանին ինչի համար։ Փաշինյանը հրապարակում ձեզ զգուշացրեց, որ պատասխանատվության եք ենթարկվելու։ Պարոն Կարապետյան, Փաշինյանը հրապարակում զգուշացրեց, որ պատասխանատվության եք ենթարկվելու, նաև 300,000 ադրբեջանցիների խոսույթը քաղաքական օրակարգ մտցնելու համար, բացի փողերի լվացումից եւ Ես ամեն օր եմ պատասխանատվության ենթարկում, ամեն օր։ Ես հիմա պատկերացրեք։ Մեծարգոն ինձ բերել է ընտրության, այսինքն ես նույնիսկ հնարավորություն չեմ ունեցել գամ ընտրության, ինձ բերել են ընտրության։ Հետո դուք պատկերացնում եք ինչ է լինելու, պարոն Կարապետյան։ Ոչ միայն տեղական, այլև տեսնում եք տասնյակ միջազգային լրատվամիջոցներ են այստեղ եւ Ֆրանսիայից եւ Հոլանդիայից։ Դա հետաքրքրությունն է Հայաստանի նկատմամբ, այսօր Հայաստանը ես դրա համար ճիշտ ասած ուրախ եմ, որ աշխարհի համար դառել է նորմալ սուբյեկտ եւ բոլորը ձգտում են ճիշտ պատկերացնեն ինչ է կատարվում Հայաստանում։ Այսինքն ձեր մասնակցությամբ պայմանավորված։ Ես չգիտեմ ում մասնակցության, ինձ թվում է անպայման։ Պարոն Կարապետյան, ձեր պարտությունը դուք բացառում եք, որ Կարամ այսօր մի երկու բան ասեմ, արամ։ Ուրսուլա ֆոն դեր Լայեն։ RTVI телеканал отношения с Россией, если вы выберете, какие будут, как вы видите эти отношения? Понимаете, мы должны иметь со всеми хорошие отношения, и с Америкой, и с Евросоюзом, и с Россией. Это те страны, которые должны
помогать развиваться Армении. Мы не можем сказать, что мы будем иметь только хорошие отношения с Россией или только хорошие отношения с Америкой. То есть баланс будет в этих? Баланс однозначно будет. Вот в нашем случае однозначно этот баланс будет. Պարոն Կարապետյան, իսկ ինչպես եք գնահատում այն հանգամանքը, որ ռուսաստանաբնակ հայերը այսօրին եկել են Հայաստան ընտրությունների ելքը այդպես ասած որոշելու համար։ Ну, ռուսաստանցի ինչքան հայ պետք է գան, որ ընտրություններ ելք որոշեն, ասենք մի քանի հազար մարդ եկան ընտրություններ։ Իշխանության մեղադրանքները որևէ հիմք ունեն, որևէ կապ ունեն Ռուսաստանից եկող հայերի հետ։ Իհարկե ոչ, ես կալանքի տակ լինելով ինչ կապ կարող եմ։ Այսինքն կազմակերպչական ձեր տարբեր ֆիրմաներում աշխատող աշխատակիցներին բերելու Երևի որտեղ խնդիր չկա, մարդիկներ տանտով գալիս ընտրություններ կարող են։ Ընտանիքի անդամները մոտենան, կներեք Իրենք ասել են, այրոպորտում բոլորին դիմավորում են, բոլորին տանեն եկեք, կալանքի։ Պարոն Կարապետյան, պալանավորին, այսինքն տնային կալանքներ կփոխվի արդեն։ Ունդեք այդ մտավախությունը։ Ասես կարող են անեն, բայց վստահ եմ չեն կարողանալու։ Չեն կարողանալու հաղթել։ Ձեր ոչը հարցնեմ, ինչ եք անելու, երբ որ հաղթել։ Ժողովուրդ ջան, կներեք, այ ձեր ցավը տանը մի վարքյան։ Այդ հարցի պատասխանը Լրագրողներ չենք մտնում, չէ՞։ Կներեք ժողովուրդ ջան։
Ներքև գործընկերներ չխոչընդոտեն, չէ, ներքև, ապեն ներքևը շարի, գործընկերներ Знаете, они с первого дня до сегодняшнего дня, сегодня утром тоже эти аресты продолжаются, давление продолжается, но я думаю, что на мнение армянского народа это особо не повлияет. Вот сегодня армянский народ делает правильный выбор, и будет в Армении наконец-то легитимная власть. Спасибо большое. Что вы будете делать, если вы проиграете? Вернетесь в Россию, если будет возможно? Я никуда не вернусь. Я буду 10 лет работать в Армении. И не переживайте, у меня много работ. Հերթով էլի որ լսեմ, չեմ լսում։ Եթե ընդդիմությունը հաղթի, խաղաղ իշխանափոխություն կլինի։ Այդ եթեներով չխոսենք, կյանքը ցույց կտա, ընդամենը միջև առավոտ համբեր ենք։ Պարոն Կարապետյան, դուք հայտնեցիք, որ Նիկոլ Փաշինյանը չի հաղթելու այս ընտրություններում։ Ձեր համոզմունքը ինչի վրա է հիմնված։ Ուզում եմ տեսնեմ։ Մեր համոզմունքը դուք այսօր կտեսնեք ինչի վրա էր հիմնված։ Այսօր
բոլորս կտեսնենք դա։ Բայց Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին ինչպես կարձագանքեք։ Ես քվեարկեցի հանուն համախմբված, հանուն միավորված, հանուն այն մի բառը չեմ ուզում ասեմ, վտանգավոր բառը, շատ ենք դրա մասին ասել, բայց ամենայն դեպս մենք բոլորս միասին պետք է համախմբենք մեր ժողովրդին, մեր երկիրը պետք է համախմբենք, մեր սփյուռքին համախմբենք նորից մեր հայրենիքի հետ, իրենց հայրենիքի հետ, դրա համար եթե այդպիսի հնարավորություն լինի, ես շատ ուրախ կլինեմ։ Պարոն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ըստ էության ոչ դուք, ոչ Ռոբերտ Քոչարյանը եւ մյուսները չեք կարողանա Հայաստանը լքեք, ասում է, որ կհայտնվեք բանտում։ Ինձ թվում է ոչ ես, ոչ Քոչարյանը չենք էլ պատրաստում Հայաստանը լքենք, դրա համար ինքը դա հասկանալով իր ձևով խոսում է։ Какие экономические последствия могут быть, если Пашинян выиграет? Я, честно говоря, не хочу на этот вопрос отвечать, потому что я даже не знаю, какие последствия будут. Ну, будут какие-то последствия. А Евросоюз может принимать часть продукции Армении, как вы думаете, которая не пойдет в Россию? Ну, какой-то часть. 3 абрикоса они могут. Больше я не знаю. Պարոն Կարապետյան, իսկ Ռուսաստանի այդ քայլերը, որ թույլ չեն տալիս մեր ծիրանը, այսինքն յուղմթերքը, ծաղիկները, խմիչքները արտահանվեն, այսինքն շուկաները փակված։ Նայեք, դա ես չեմ ընդունում, իրոք չեմ ընդունում, քանի որ դրանից տուժվում են հայ բիզնեսմենները, հայ ժողովուրդը, ցանկացած քայլ, ցանկացած երկրի կողմից, եթե արվում է ու տուժվում է հայ ժողովուրդը, ես չեմ կարող դա ընդունել։ Կարծիք կա, որ Ռուսաստանը ոնց որ հատուկ անում է, որ Փաշինյանին օգնի, այսինքն վատ տրամադրություններ գեներացնի ընդդեմ Ռուսաստանի, դրա միջոցով ընդդեմ ձեզ, եւ մարդիկ էլ այդպես բորբոքված գնան Փաշինյանին ընտրեն, որ ասեն, որ ռուսի տակից դուրս գան վերջապես, տեսեք ինչեր է անում այդ դեպքում։ Դուք եք նման տպավորություն։ Ինձ թվում է ռուսները ունեն իրենց շահերը եւ հետեւողական վարում են իրենց քաղաքականությունը, դա ոչ մի կապ չունի ոչ Փաշինյանի հետ, ոչ ինձ հետ, ոչ մի քաղաքական ուժեր։ Փաշինյանին աջակցում է Ռուսաստանը կամ անձամբ Պուտինը, թե սա խաղ է, թե խաղ չէ բնական է։ Պարոն Կարապետյան, գնաց։ Միացյալ կարծում եք պայմանավորված է Փաշինյանը իրենց մարդն է։ Ինձ թվում է պայմանավորված բան չկա, բայց Ռուսաստանը նորից եմ ասում, հետևողական հետապնդում է իր շահերը Հայաստանում։ Այդ շահը ո՞րն է։ Դուք տեսել եք, որ Ռուսաստանը ինձ աջակցել է, թե չէ։ Երբ Վլադիմիր Պուտինը ընդամենը հայտարարել է, որ մարդիկ իրավունք ունենան, հնարավորություն ունենան մասնակցեն ընտրությունների։ Դա իհարկե չեմ համարում դա։ Պարոն Կարապետյան, եթե չհաջողվի ընտրություններով Նիկոլ Փաշինյանին հեռացնել, իշխանափոխության այլ պլան սցենար ունեք։ Իշխանափոխության այլ սցենարը կախված է հայ ժողովրդից։ Ես ինչպես կարող եմ ունենալ այլ պլան, հայ ժողովուրդը ինչպես կորոշի, այդպես էլ կորոշի։ Եթե Նիկոլ Փաշինյանը ընտրվի, դուք կհամակերպեք ընտրությունների արդյունքների հետ։ Այսինքն, եթե Նիկոլ Փաշինյանը ընտրվի, չնայած դրա հնարավորությունը ձգտում է 0-ի, բայց հայ ժողովուրդը եթե կհամակերպի, ուրեմն կհամակերպի։ Դե մի անգամ երկու անգամ համակերպել է։ Երկու անգամ համակերպել է։ Դուք կհամակերպեք դրա հետ։ Ժորժ ջան, անպայման մենք մոտակա օրերին կհանդիպենք, Մարիանան ձեզ կհրավիրի, ընտրությունից հետո ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ։ Այսօր մի քիչ մի տեսակ փոխվել է ձեր տրամադրությունը։ Նախկինում ավելի վստահ ասում եք, որ հաջորդ վարչապետը դուք եք։ Մի տեսակի փոխվել է դեպի լավը, մի անհանգստացեք։ Վաղը ինչպեսի Հայաստանում ենք ապրելու, պարոն Կարապետյան։ Վաղը ինչպեսի Հայաստան ենք տեսնելու։ Վաղը կուզենայի տեսնել Հայաստան լեգիտիմ իշխանությունով։ Դա շատ կարևոր է մեր երկրի համար, քանի որ
չունենալով լեգիտիմ իշխանություն, մենք չենք կարողանալու ապահովենք Հայաստանի զարգացումը։ Լեգիտիմ որ ուժի իշխանությամբ։ Ինձ մեծ էր հարցի պատասխանը։ Իսկ ընտրակաշարք բաժանելով իշխանություն լինում է։ Ընտրակաշարք դու գիտեք ով է բաժանում եւ ամեն օր նույնիսկ այս մեր մասին, բայց ոչ մի բան չեն կարողանում ապացուցել։ Скажите, Петян, для слушателей пресс вопрос. Можете, пожалуйста, как будет отношение развиваться дальше? Էստոմ։ Անպայման ձեր հարցին պատասխանել։ Ակնհայտ է մեկ բան, որ Նիկոլ Փաշինյանը իր իշխանությունը չի տալու ձեզ։ Դուք պլան B ունեք, պարոն Կարապետյան։ Այդ չի, սպասենք, միջև վաղը սպասենք։ Պատրաստ է ձեր ղեկավարած կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի իշխանության մոտ ընդդիմություն աշխատել, պարոն Կարապետյան։ Դուք ես մի քանի անգամ պատասխանել եմ, հարցի պատասխանը լավ գիտեք, ես ամեն օր ավելի մեծ համոզմունքով պատասխանել եմ այդ հարցերին։ Նույնն է մնացել։ Ոչ մի բան։ Կներեք, ուզում որ մենք ընդդիմություն լինենք, ոնց որ լրիվ Փաշինյանի կողմից։ Մի հատ մարդ չի մնացել է ժողովրդի մեջ Փաշինյանի կողմից, մնացել եք միայն դուք։ Ոչինչ չեմ Ես կողմ։